Աշխարհում տեղի ունեցող պատմական փոփոխությունների այս ժամանակաշրջանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու Հայաստանի ինքնիշխանության, ազգային ինքնության պահպանման, անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, Արցախի հարցի եւ պատմական արդարության վերականգնման հնարավորության համար։ Այսօր հատուկ ենք լսում կարծիքներ, որ չպետք է փոխ տալ, որպեսզի Հայաստանը վերածվի Արևմուտք Ռուսաստան բախման պատերաբեմ։ Ցավոք, այստեղ պետք է նշել, որ արդեն թույլ ենք տվել եւ արդեն վերածվել է։ 44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, վերջին տարիների մյուս բոլոր կորուստներն ու սպառնալիքները, պետական ինստիտուտների թուլացումը հենց այդ բախման հետևանքներն են։ Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում իմ տեսանկյունից հակից անդրադառնամ անվտանգությանը, տնտեսությանը, Արցախին վերաբերվող մի քանի թեմաներին, որոնք անհանգստացնում են ընդդիմադիր պայքարի մեջ գտնվող մեր հայրենակիցներին։ Իշխանությունների կողմից հայտարարված դիվերսիֆիկացիայի անվան տակ ոչնչացվում է Հայաստանի անվտանգային համակարգը։ Տասնամյակներով Ռուսաստանի Դաշնության հետ նույն անվտանգային համակարգում գտնվելը ունեցել է իր նպատակն ու նշանակությունը։ Ռուսաստանի հետ երկու ռազմական պայմանագրերը եւ ՀԱՊԿ-ը օգնում են ոչ միայն կոլեկտիվ միջոցներով ապահովել անդամ պետությունների ռազմավարական անվտանգությունը, այլ նաեւ Ռուսաստանի առաջնորդությամբ միավորում էին ՀԱՊԿ պետությունների ջանքերը, ձևավորելով այնպիսի հավաքական անվտանգային համակարգ, որը թույլ էր տալիս հիմնականում զերծ հետխորհրդային տարածքը հավաքական արևմուտքի ինտենսիվ ապակայունացնող գործընթացներից։ Հետևաբար, եթե Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգի մաս, ապա ոչ միայն իր կարևոր ներդրումը չի ունենում հետխորհրդային տարածքում անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ինչից օգտվում է ինքը հենց Հայաստանը, այլ նաեւ ինքը ստինքյան դառնում է հետխորհրդային տարածքը ապակայունացնելու ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս, ինչին նախապատրաստական աշխատանքներն այսօր գործնականում տեսնում ենք։ Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը դադարեցված է, ՀԱՊԿ մասնակցությունը սառեցված է, սկսվել է Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթաց, ինչն ամենևին չի արվում Հայաստանի անվտանգությունից ելնելով։ Եթե Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բանակները բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտների, ապա դժվար չէ հասկանալ այդ գործընթացի հեռահար նպատակները։ Եվ մի օր այդ բանակներից բաղկացած համատեղ զորախումբը ՆԱՏՕ-ի զենք զինամթերքով եւ հրահանգիչներով օգտագործվելու է ռուսական բանակի դեմ հարավային ուղղությամբ ռազմական գործողություններ վարելու համար։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իրադարձությունների նման զարգացումը իրատեսական չէ, ապա թող հիշի, որ ընդամենը 5 տարի առաջ նույն ձևով են մտածում նաև ուկրաինացիները։ Հայաստանի համակցությունը Եվրասիական տնտեսական միությանը պետք է դիտարկել ոչ միայն մեծ սպառման շուկաների, էժան գազի, էներգետիկ անկախության եւ տնտեսական արտոնությունների հնարավորության, այլ նաեւ ապագայում Հայաստանի ֆինանսավարկային եւ տնտեսական ինքնիշխանության վերականգնման տեսանկյունից։ Այս կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է. մեջբերում ժամանակակից ֆինանսական եւ վարկային հարաբերությունները աշխարհում կառուցված են այնպես, որ դրանք սպասարկում են բացառապես այսպես կոչված ոսկե միլիարդի շահերը։ Եվ դրա շուրջ անկասկած պետք է մտածել։ Ոսկե միլիարդի երկրների ղեկավարները շահագործում են գրեթե աշխարհի բոլոր երկրները։ Չարաշահում են իրենց դիրքը թե տեխնոլոգիական, թե տեղեկատվական, թե ֆինանսական ոլորտներում։ Սա ինչ-որ կոնտրիբուցիա է, այսպես չպետք է լինի։ Այդ պատճառով մենք բոլորս միասին միավորելով ջանքերը պետք է փոխենք կանոնները նաև այս միջազգային ոլորտում։ Ռուսաստան մեջբերման ավարտ Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ այսօր առաջ է տարվում ԵԱՏՄ տարածքում ազգային արժույթներով միջպետական վճարումներ կատարելու գործընթացը։ Եվ ընդհանրապես նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում պետությունների ազգային արժույթները ուղղված են լինելու ազգային տնտեսությունների, այլ ոչ թե արևմուտքի վերահսկողության տակ գտնվող
միջազգային ֆինանսական կառույցների եւ արևմտյան երկրների տնտեսությունների սպասարկմանը։ Պետության ազգային արժույթը պետք է լինի ազգային տնտեսության ացանցիալը, այլ ոչ թե ԱՄՆ դոլարի կամ եվրոյի, որոնք Հայաստան մտնելուց հետո կենտրոնական բանկի կողմից ենթարկվում են այսպես կոչված ստերիլիզացիայի, այսինքն գնվում են եւ հայտնվում են միջազգային արժութային պահոստներում, որոնց օգտագործման իրավունքը երկրի տնտեսական աճ ապահովելու նպատակով Հայաստանը չունի։ Ավելին, այդ միջազգային արժութային պահոստները փաստացի Հայաստանի Հանրապետությանը չեն էլ պատկանում։ Ռուսաստանը մի քանի 100 միլիարդ դոլարի արժութային պահոստների սառեցումը ձեզ որպես օրինակ։ Տեսանելի են նաև բազմաբևեռ աշխարհում ֆինանսավարկային համակարգի բարեփոխման այլ արդյունքները։ Օրինակ, կառավարության կողմից ազգային արժույթի թողարկման, էմիսիայի գործընթացի վերահսկումը եւ կառավարությունն ինքն է որոշելու, թե որքան բան է անհրաժեշտ թողարկել տնտեսական աճ ապահովող նախագծերի մեջ ներդնելու համար։ Պետության տնտեսական աճը խթանող պարտավորությունների սահմանումը կենտրոնական բանկի համար եւ ցածր 0-ին մոտ վերաֆինանսավորման տոկոս։ Այս հնարավորություններից Հայաստանն այսօր զրկված է, քանի որ կենտրոնական բանկը գործում է պետությունից անկախ, չի ենթարկվում ՀՀ կառավարությանը, այլ կատարում է արևմուտքի կողմից վերահսկվող համաշխարհային ֆինանսական կառույցների հանձնարարականները։ Այսինքն սպասարկում է Ռուսաստանի նախագահի կողմից հիշատակված ոսկե միլիարդի շահերը։ Քանի որ միջազգային ֆինանսավարկային համակարգի փոփոխության շոկեքարշը Ռուսաստանն է, ապա ԵԱՏՄ անդամ մնալը ունի ռազմավարական նշանակություն եւ որոշելու է Հայաստանի ֆինանսավարկային, տնտեսական ինքնիշխանության եւ զարգացման հետագա ընթացքը։ Այսօր շատ է խոսվում Արցախից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի, Արցախում հայ ժողովրդի պատմամշակութային եւ հոգեվոր ժառանգության պահպանման, Բաքվում պատանդ պահվող մեր հայրենակիցների ազատ արձակման եւ այլ խնդիրների մասին։ Սակայն Արցախի հարցի հետ կապված վերօրյալ խնդիրների լուծմանը հասնելու ճանապարհների վերաբերյալ կարծիքները վերացական են, անորոշ եւ հիմնված չեն օբյեկտիվ իրականության վրա։ Քանի որ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը գնալով ավելի է խորանում, նրանց զարգացման վեկտորները գնալով ավելի են հեռանում միմյանցից, իսկ իրենց միջև սուր մրցակցությունը երկար տասնամյակների հարց է, ապա կարծում եմ, որ առնվազն միջնաժամկետ կտրվածքով Արցախի հարցի վերաբերյալ Արևմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները միմյանց մոտեցնելը իրատեսական չի եւ դժվար թե այդ հարցում նրանք նստեն մեկ սեղանի շուրջ։ Եթե Արցախի հանձնումը Ադրբեջանին Արևմուտքի համար միջոց էր Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, ապա ինչու պետք է նույն Արևմուտքը շահագրգռված լինի հակառակ գործընթացում։ Արցախի հարցը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առանցքային մասն է, որի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեն հետպատերազմյան 3 հիմնարար փաստաթուղթ։ Դրանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի Մոսկովյան հայտարարությունը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը եւ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հայտարարությունը։ Արցախի հետ կապված մեր ցանկություններով եւ պահանջներով, որոնց կենտրոնին էլ դիմենք, մեզ ասում են, որ իրենք առաջնորդվում են այն փաստաթղթով, որոնց տակ դրված է իրենց ղեկավարների ստորագրությունը։ Ակնկալում է, որ Մոսկվան, Բրյուսելը կամ Վաշինգտոնը մի կողմ դնելու իրենց աշխարհաքաղաքական հակասություններն ու իրենց ղեկավարների ստորագրության փաստաթղթերը եւ Արցախի հարցի հետ կապված մեր ցանկությամբ նոր գործընթաց են սկսելու, կարծում եմ մեղմ ասած իրատեսական չէ։ Ուզենք թե չուզենք, բայց ժամանակի ընթացքում բախվելու ենք այս անխուսափելի իրողության հետ։ Ուստի այս օբյեկտիվ իրականությունից ելնելով անհրաժեշտ է վերօրյալ 3 փաստաթղթերը, գնահատել թե դրանցից որն է առավել նպաստավոր Արցախի հետ կապված խնդիրների լուծման համար, վերլուծել դրան համադրել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը եւ ձևավորող նոր ուժային բալանսը աշխարհում, հենվել առավել նպաստավոր փաստաթղթի վրա, ուժերը կենտրոնացնել մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի ուղղությամբ եւ փորձել բացել
Արցախի հետ կապված հարցերի լուծման պատուհան, ինչը հետագայում այն ավելի ընդլայնելու տեսական հնարավորություն կարող է տալ։ Իմ կարծիքով Արցախի հետ կապված հարցերի լուծման համար ամենանպաստավոր փաստաթուղթը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որտեղ կա կետ, որ Արցախը Ադրբեջանի մաս է, հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը որպես առանձին միավոր, կան կետեր եւ փախստականների վերադարձի եւ գերիների փոխանակման վերաբերյալ։ Պաշտոնական Մոսկվան մինչև հիմա էլ հայտարարում է, որ պատրաստ է շարունակել քննարկումները վերօրյա փաստաթղթի շրջանակներում։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Եվրամիությունը այդ հարցերը քննարկելու նույնիսկ ցանկություն չունեն, ինչը արտացոլված է իրենց ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթերում։ Կյանքը ապացուցեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ավելի լավ պայմաններով փաստաթուղթ ոչ մի այլ պետություն Հայաստանին այդպես էլ չառաջարկեց։ Այդ փաստաթղթին հաջորդած բոլոր փաստաթղթերը մեկը մյուսից մեղմ ասած վատն էին։ Բացի այդ, Արցախի նկատմամբ Ռուսաստանն ունի եւ աշխարհաքաղաքական եւ պատմաիրավական նկրտումներ։ Այնպես որ աշխարհում ուժային բալանսի փոփոխությունից հետո Ռուսաստանի քայլերը կարծում եմ թե արժևում են եւ այդ սպասվող քայլերին մենք պետք է պատրաստ լինենք։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ ելման կետ, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Իհարկե, որևէ ուժային կենտրոնի հետ թշնամանալ չենք կարող, սակայն չենք էլ կարող անտեսել աշխարհում տեղի ունեցող օբյեկտիվ գործընթացները եւ անհասն մնալ այդ գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալուց։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից առաջիկա ընտրությունները հետևյալի մասին են։ Կդառնա արդյոք Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում բազմաբևեռ աշխարհի ձևավորման եւ կայացման գործընթացի լիիրավ եւ պատասխանատու մասնակից, թե կդառնա այդ գործընթացը խոչընդոտելու արևմուտքի գործիքներից մեկը, ինչն աղետալի հետևանքներ կունենա մեր ժողովրդի անվտանգության եւ պետականության համար։ Բազմաբևեռ աշխարհը բոլորովին չի բացառում համագործակցությունը արևմուտքի հետ, սակայն այն իրապես փոխշահավետ եւ իրավահավասար դարձնելու համար նախ պետք է դուրս գալ արևմտյան միաբևեռ գերիշխանության լծի տակից եւ սովորել հաղթած դեպքում արևմուտքին ասել ոչ։ Ավարտում եմ։ Թույլ չտա, որպեսզի Հայաստանի հետ անեն այն, ինչը արեցին 19-ից 20-րդ դարերում, որոնց հետևանքների մասին 1918 թվականին իր ելույթում խոսեց այն ժամանակվա Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը, մեջ բերեմ իր ելույթից մի հատված։ Ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի ռուսական զորքերը պետք է զբաղեցնեին Հայաստանը միջև անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը։ Սակայն այս դրույթը չեղարկվեց Բերլինի պայմանագրով, ինչը մեր բաց ճնշման արդյունք էր եւ ներկայացվեց որպես պատմավոր խաղաղություն բերած Անգլիայի մեծ հաղթանակ։ Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանի վրա։ Ռուսները հարկադրված եղան հեռանալ, իսկ դժբախտները կրկին հայտնվեցին իրենց վաղեմի ճնշողների լծի տակ, որոնք պարտավորվել էին իրականացնել բարելավումներ հայերով բնակեցված նահանգներում։ Բոլորս գիտենք, թե ինչպես էին այդ պարտավորությունները խախտվում 40 տարվա ընթացքում, չնայած երկրի բազմաթիվ բողոքներին, որը գլխավոր մեղավորն էր թուրքական իշխանության ներքո հայերի վերադարձի համար։ Բրիտանական կառավարության քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցրեց 1895-ից 1897, 1909 թվականների հայերի սարսափելի ջարդերին, ինչպես նաև 1915 թվականի ամենասարսափելի կոտորածին։ Մեր բանան ավարտ։ Եվ վերջում հիշեցնեմ նաև մեկ աշխատության մասին, որը թողարկվեց 1924 թվականին Բուխարեստում Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնոնու կողմից, ով բերեցելով 20-րդ դարի սկզբի իրադարձությունները, ընդունելով նաև այն ժամանակվա իշխանությունների սխալները, եկավ հետևյալ եզրահանգմանը։ Աշխատությունը կոչվում է Բաց նամակ Զետին, Թուրքիա թե Ռուսաստան։
Ինչ է Ղարաջազնունին, այդքան ծանր կորուստներից հետո ինչ եզրահանգման եկավ։ Հայաստանը պետք է մնա կառչած Ռուսաստանին եւ իր հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաեւ ամբողջ Անդրկովկասը, նույնիսկ հակառակ հարևանների կամքի։ Սա շատ դժվար ասելու խոսք է, բայց պետք է որ ասվի շիտակորեն։ 1918 թվականի ապրիլ ամսին, երբ հայերը Սեյմում ադրբեջանցիների ու վրացիների հետ միասին Թուրքիայի ճնշման տակ հայտարարեցին Անդրկովկասը անջատված Ռուսաստանից, տագնապի այն ժամին ընտրություն անելու տեղ չէր մնացել։ Ապա վստահություն կար, թե արևմտյան այս պետությունները, որոնց միամտորեն դաշնակից էինք անվանում, իր կողքին այսօր վաղը հրապարակ կգան ու միջոցներ կգտնեն Թուրքիային սանձելու։ Իրականություն եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի արևմուտքում, որ իսկական դաշնակիցը Ռուսաստանն է եւ Ռուսաստանի շնորհիվ է, որ միայն որ Հայաստանի Հանրապետության անունը այսօր ջնջված չէ դուրս չի ձգված աշխարհագրական քարտեզներից։ Մեջբերման հավարտ։ Անձամբ ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց Հովհաննես Ղարաջազնունուն նման ստիպված չենք լինի մեր ելույթներում, ինչպես ասում են, գլխներից տանք եւ խոստովանենք, որ սխալվել ենք ընտրության կատարելու հարցում։ Շնորհակալություն համար, կներեք, որ մի քիչ երկար ստացվեց։